Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Հեծի նախկին ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Հայրապետյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Հայրապետյան, քանի որ գնում ենք ընտրությունների եւ բոլոր համակարգերում կարծես թե կան խնդիրներ, միջև ընտրությունները արդեն խոսել ենք հատկապես արդարադատության համակարգում, դատախազություն, մի խոսքով մի հատ հասկանանք, փորձենք այսօր հասկանալ, թե ինչ պատկեր կա հենց արդարադատության համակարգում եւ որից հետո ձեզ հետ կցանկանայի քննարկել ընտրակաշառքների թեման, որը շատ է շրջանառվում, հատկապես ուժեղ Հայաստան կուսակցության շուրջը հակակոռուպցիոն տեսագրություններ, ձայնագրություններ հրապարակում ուժեղ Հայաստանի հետ կապված Հասկանանք ինչ է կատարում եւ որքանով են վտանգավոր այդ ընտրակաշառքները ընտրություններից առաջ եւ ժողովրդավարության համար, որ այսպես դարձրել են թեմա եւ քննարկման թեմա եւ իրենք են ոմանց ձերբակալում են, ոմանց բաց են թողում, խոզարկումներ են անում։ Մի խոսքով ինչ ունենք արդարադատության համակարգում եւ ինչով են գնում ընտրությունների։ Շնորհակալություն հրավերի համար, որպեսզի պարզ լինի արդարադատության համակարգը որն է, ուրեմն արդարադատության համակարգը նշանակված է, որպեսզի արդարադատությունը իրականացվի Հայաստանում։ Արդարադատության իրականացման վերջնական կատարողը դա դատարաններն են, սակայն մինչև գործը հասնի դատարան, մենք ունենք քննչական մարմինները, դատախազությունը, ոստիկանությունն ու փաստաբանական համայնքը։ Այսինքն Ուրեմն քննչական մարմիններն ու դատախազությունը քրեական հետապնդումներ են սկսում, այսինքն եթե հանցագործության տարրեր են տեսնում, դատախազությունը քրեական վարույթ նախաձեռնելու որոշում է կայացնում, շատ ժամանակ քննիչն է միջնորդում, որպեսզի այդպիսի որոշում կայացնի, այսինքն քննիչն ու դատախազությունը իրենք հայտնաբերում են այն արարքները, որ ըստ էության հանրային վտանգավորություն ունի, քրեական վարույթ են նախաձեռնում ու սկսում է գործընթացը։ Ոստիկանությունը այս համակարգին օգնող համակարգ է, թե քննչական մարմինը, թե դատախազությունը, թե առավել ևս դատարանները իրենք չեզոք մարմիններ են, այսինքն չպետք է որևէ կողմնակալ, որևէ մեկը չի կարող պատվեր տալ, ընդ որում անկախ մարմիններ են, թե քննիչն անկախ, թե դատախազն անկախ, դատարանները առավել ևս։ Ու այս համակարգը որպեսզի գործի, այս անկախության երաշխիքները ամենակարևորն են։ Պատվեր չպետք է լինի ու որևէ ձևով չպետք է ճնշում լինի այս համակարգի վրա։ Հիմա մենք ինչ ունենք, մտնում ենք քարոզարշավի փուլ ու մենք ինչ ունենք այս պահին, այսինքն մենք ինչպես ենք մտնում քարոզարշավ։ Ուրեմն առաջինը կան հարուցված բազմաթիվ քրեական վարույթներ, դրանց մասին կխոսենք, բացահայտ ապօրինի քրեական վարույթներ, որ նախկինում պատկերացնել էր չէր կարելի, որ այսպիսի հիմնավորումներով այսպիսի արարքների համար կարող էր քրեական վարույթ նախաձեռնել։ Հաջորդը, քննչական մարմինները աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, ամբողջ քննչական մարմինները փաստացի աշխատում են մի քաղաքական ուժի դեմ։ Դատախազությունը աշխատում է ամբողջ դատախազությունը ծանրաբեռնված մի քաղաքական ուժի դեմ։ Ոստիկանությունը կատարում է այս քննչական մարմինների դատախազության ապօրինի հրահանգները, ապօրինի որոշումները ու ոստիկանությունը կրկին ծանրաբեռնված աշխատում է էլի նպատակը մի քաղաքական ուժի դեմ։ Հիմա, այսինքն գումարած դրան, ամեն օր հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվում քննչական մարմիններ։ Օրինակ, երեկ Արմավիրի շրջանի Շահումյան գյուղում կամ Արտաշատի շրջանի Շահումյան գյուղում ժամը 7:30 ոստիկանությունը մտնում է գյուղացու բնակարան, անչափահաս տղային վերցնում են, բերում են հակակոռուպցիոն կոմիտե, նպատակը ասում են ամեն ինչ նորմալ է, մորը ու պարզվում է հակակոռուպցիոն կոմիտեում այս տղան պետք է վկայություն տա, որ արդյոք լսել է գյուղացիների եւ տարբեր մարդկանցից, որ մեր ձևով հասարակական կազմակերպությունը ինչ որ անձանց հանրահավաքի գնալու հետ կապված խրախուսում է կամ պատժում է կամ խնդրում է կամ ստիպում է կամ փող է առաջարկում։ Հա, կամ փող է առաջարկում։ Այսինքն ընդ որում եթե
վկային պետքա հարցաքննելու ձև կա, վկային պետքա նախապես 5 օր առաջ ծանոթագիր ուղարկել, անչափահաս երեխան պետքա մոր հետ գա, պետք է ասել ինչ քրեական գործի շրջանակներում են կանչվում, հարյուրավոր ամեն օր, եթե գնաք քննչական ցանկացած մարմնի հակակոռուպցիոն կոմիտեն մի 3 գրասենյակ ունի, կանգնեք այդտեղ բոլոր քննիչները սենց լծված են, որպեսզի այս ամեն ինչը կատարեն։ Հիմա մենք ուզում եմ տենց բացասական չլինի, մենք բացառիկ դատարանների առումով, հիմա դատարաններն էլ ինչ են անում, դատարանները փորձում են այս անօրինական այս հոսքը դատարաններ կանգնեցնեն, առաջի Ասիանի դատարանները ոտքի են կանգնել ու իրենք հրաժարվում են պատվերներ կատարել, տեսեք, աննախադեպ բան է տեղի ունեցել, այս վերջի մենք բազմաթիվ մամուլ հեղեղված է, որ իբրև թե ընտրակաշարք, իբրև թե հավաքին մասնակցելու շահագրգռություն կա, իբրև թե բարեգործական խախտում կա, ու այսպես հարուսված քրեական վարույթներով անձանց ձերբակալում են, տանում են դատարաններ կալանք կիրառելու համար։ Ընդ որում հիմնականում երիտասարդ աղջիկներ, կանայք, 25 տարեկան կինը ունի 2 մանկահասակ երեխա, մի տարեկան, 3 տարեկան, մեղադրանքը ասեմ, ինչպիսին է, որ հետաքրքիր լինի ձեր համար։ Տեսեք, 25 տարեկան աղջկան, որ 2 երեխա ունի, ով մեր ձևով գրասենյակի ղեկավարն է եղել, ու հիմա էլ փաստորեն համակարգում է Ուժեղ Հայաստան գրասենյակի գործը, 25 տարեկան աղջիկը ինչ որ շրջանի գրասենյակի ղեկավար է, ուրեմն այդ նախկին աշխատողներին, որ 3 ամիս առաջ գործից դուրս է եկել, որ աշխատել են մեր ձևով հասարակական կազմակերպությունում, ինչ որ ձևով կանչում են ոստիկանություն, հետո կանչում են քննչական մարմին ու ասում են, որ դու գնացել ես հանրահավաքի հոկտեմբեր ամսին, պատկերացնում եք ապրիլ ամսին հարցաքննում են իրեն, ասում են ճիշտ է, որ դու հոկտեմբեր ամսին գնացել ես հանրահավաքի Սամվել Կարապետյանի, ասում է այո, գնացել եմ, քեզ հարց են տալի, քեզ ստիպել են, որ գնաս, ասում է ոչ, քեզ ահաբեկել են, որ դու գնաս, ասում է ոչ, ուղղակի պարզապես ես գնացի, որովհետև քանի որ այդ գրասենյակում աշխատում եմ, մտածում եմ, որ ճիշտ չի լինի, որ չգնամ, հարցնում են, որ եթե դու չգնայիր, քեզ աշխատանքից կազատեին, ասում է ոչ, ինձ այդպիսի բան չեն ասել, այ այս ցուցմունքը, հետո այս նույն աղջիկը հորն են հարցաքննում, հայրն ասում է աղջիկս աշխատել է, հետո դուրս է եկել գրասենյակի աշխատանքից, բայց ես չեմ լսել, որ ինչ որ մեկը իրեն ստիպել է, որ ինքը գնա հանրահավաքի, հարցնում են ինչ որ օպեր ոստիկանի, որը որ չգիտենք որտեղից է եկել, ինչը, ով որ տեղեկություն ունի, պատկերացնում եք անցել է 6 ամիս, ինչ որ մի հատ օպեր ոստիկանը հայտնվել, ասում է ես տեղեկություն ունեմ, որ այս աղջկան, որ տարել են հոկտեմբերի 16-ին Սամվել Կարապետյանի հանրահավաքին, ասել են, եթե դու չգնաս, քեզի աշխատանքից կհեռացնենք։ Ու այս օպերի ցուցմունքը դնում են գործի մեջ, այն պարագայում, երբ որ օպերին կանչում են հարցաքննում են, որ այսպիսի ընթացակարգ չկա, օպերի ցուցմունքը դնում են ու մտցնում են գործը դատարան, որպեսզի կալանք կիրառեն, ինչ հիմքով, որ այս աղջիկը շանտաժ է արել, որ եթե դու չգնաս հանրահավաքի, քեզ աշխատանքից կազատեն։ Լավ, հələ շանտաժը հասկացանք, բայց 25 տարեկան այս դրվագով, սենց անշարժ դրվագ քննչական մարմինը, դատախազությունը դիմել է դատարան, այդ մի տարեկան, 3 տարեկան երեխա ունեցող 25 տարեկան աղջկան կալանք 2 ամսով կալանք կիրառելու համար։ Այսպիսի ակնհայտ անօրինական ձևակերպումներով մեղադրանքներ երբևէ ոչ մի անգամ չի եղել, ոչ մի անգամ չի եղել։ Միշտ նախապատրաստվել են ընտրություններին, այսպես են ասում, դրա համար նման բաներ չի եղել։ Նախկին ընտրությունների ժամանակ են եղել ընտրակաշառքները, պարոն Հայրապետյան։ Բայց սա ընտրակաշառքի հետ կապ չունի։ Բայց ձևակերպում են որպես Չէ, ձևակերպում են, որ ինքը գնացել է հանրահավաքի ու հանրահավաքի գնացել է, իրեն շահագրգռել են, որ գնա հանրահավաքի, թե չէ աշխատանքից կազատեն։ Ընտրակաշառքը պարտադիր չէ, որ լինի միայն գումարի տեսքով։ Դրանք դինում են տարբեր խոստումներ, տարբեր օգնություններ։ Բայց տեսեք, ընտրակաշառքը, ախր տեսեք, ինչքան մենք ընտրակաշառքը հետևյալ քրեական իրավունքը շատ ճշգրիտ է, ընտրակաշառքը հետևյալ հանցագործություն է։ Այո, չհետևյալն է, որ դու շահագրգռում ես ինչ-որ ձևով, որ այդ անձը իր ընտրության
իրավունքի վրա կոնկրետ ազդեցություն է, ստիպում ես, որ ինքը քվեարկի են անձին, ում չի ուզում քվեարկի, կամ ստիպում ես, որ գնա հավաքի ու քվեարկի որոշակի անձած հենց ձևակերպում էլ այդպես էր, ասում է իրենց ընդունել են աշխատանքի 4 ամիս առաջ, այն ժամանակ ուժեղ Հայաստան չի եղել, անգամ մեր իշխանություններն են ընդունում, որ Սամվել Կարապետյանը չի կարող ընտրվել վարչապետ, ինքը չի կարող այդ, բայց այսինքն մամուլով ներկայացնում են, որ Սամվել Կարապետյանը չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել, բայց 4 ամիս առաջ, որ ընդհանրապես չի եղել ուժեղ Հայաստանն եղել է 26 թվականի մարտին, այս աղջկան ձերբակալում են, ուզում են կալանքի տանեն, 25 թվականի մարտ ամսվա, 25 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով, որ նոյեմբեր ամսին ինքը աշխատանքի ընդունել այս աղջկան, այդ աղջիկն էլ հունվար ամսին աշխատանքից ազատվել է, ընտրություններ դեռ չի եղել, ուժեղ Հայաստանը գրանցված չի եղել, այդ ուժեղ Հայաստանի մասին որևէ մեկը գաղափար չի ունեցել, ոնց կարելի է 4 ամիս առաջ ասել ընտրակաշարք կարար լիներ, այդ կուսակցության անունով պետք է ուժեղ Հայաստան լիներ, ու այս աղջկան, որ ընդունել են աշխատանքի մեր ձևով հասարակական կազմակերպությունում, գնացել է ուժեղ, պետք է ուժեղ Հայաստանում քվեարկի։ Ընտրակաշարքը կոնկրետ կա, օրինակ, հիմա երրորդ համարն է ուժեղ Հայաստանը, եթե մեկին հայտնաբերեն, որ կոնկրետ իրեն ասել են, որ դու պետք է գնաս ուժեղ Հայաստանի օգտին քվեարկես երրորդ համարի ու սա մենք քեզ, չգիտեմ, վերցրես գումարը եւ այլն։ Այսինքն ընդհանրապես հերու է այս ամեն ինչը։ Հակառակն ասենք։ Մեկ ուրիշ գործել ասենք, տեսեք, այն մյուս գործ էլի վարչապետը վերցնում է հեռախոսով խոսում է, որ իբրև թե ուժեղ Հայաստանը գումար է բաժանում, հեռախոսային խոսակցությունները հեղեղվեց մամուլում, ասում է 170 ձայնը տարտուր ուրիշին, ասում է ես էլ 170 ձայն ունեմ, կտամ ուրիշին ու խոսակցությունը հետևյալն է, ասում է պարոնը չեմ մանում, ասում է աղբերս դու հունվար ամսին գոնե եկել ես մեր կողքը, մի օր եկել ես կանգնել ես, կոմագարել ես, որ մենք գնում ենք քարոզչություն ենք անում, արել ես, եկել ես, չէ, բա ինչ աշխատավարձ ես ուզում, այսինքն խոսքը գնում է այդ մեր ձևով աշխատանքի ընդունված աշխատողին աշխատանքից ազատելը, որտեղ չի աշխատել, ամբողջ ամիսը չի աշխատել, սա էլ նեղանում, ասում է դե իմ 170 ձայնը կտամ ուրիշին։ Այս դրվագը բացահայտվեց մի քանի հեռախոսային խոսակցություններով, բոլորը խոսում են, պատգամավորները խոսում են, վարչապետը խոսում է, քննչական մարմինները, չգիտեմ, մեկնաբանները, քաղաքական բոլորը խոսում են այս դեպքից, գնացել ենք դատարան, Առաջիացյանի դատարանը վերցրելա, վերլուծելա սաղ այս խոսակցություններ, ասում է ստեղ որտեղ է հանցագործության դեպք ու մերժում է ընդհանրապես, որ սա ոչ միայն այստեղ բավարար չի, որպեսզի կալանք կիրառեն, ասում է ընդհանրապես այս դրվագում բացակայում է դեպքը, որ կարող է նկարագրվի ձեր նկարագրածով հանցագործություն, չկա հանցագործություն, այսպիսի բան հազվադեպ է լինում, երբ որ քննիչը դատախազը տանում են, ասում են կալանավորի, շատ ժամանակ չեն կալանավորում, բայց ասում են հիմնավոր կասկածը կա, հանցագործության դեպքը կա, այս դեպքում բացահայտ դատարանը որոշում կայացրեց, կնիքը խփեց, որ չկա հանցագործության դեպք, վարչապետը խոսում է, պատգամավորները խոսում են, կա օրինական ուժի մեջ մտավ դատական ակտ, որ չկա հանցագործության դեպք, բայց բոլորը խոսում են, որ հանցագործություն է, այսինքն պետական այրերը չեն կանգնում դատարանի հրապարակած ակտի հեղինակության հետևում։ Հիմա տեսեք, ինչը կատարվեց, ինչ եմ ասում, աննախադեպ բանտեգ ունեցավ դատարանների կողմից, վերջի մի ամսվա ընթացքում մոտ 30 գործեր այսպիսի, ակնհայտ, բացահայտ, անօրինական տարան դատարաններ։ Դատարանները 12 կամ 13 դեպքով ընդհանրապես մերժեցին, այսինքն ասեցին, ստեղ հանցագործության դեպք չկա, հիմնավոր կասկած չկա, չի էլ կարող լինել։ Տեսեք, մենք անկախացել ենք անկախության ամբողջ ժամանակահատվածում 35 տարի, չի եղել 12 դատական ակտ, որ այս դեպքերը հանեց, որ գումարեց բոլոր դատական ակտերը, երբ որ քննչական մարմինը դատախազությունը մտնի դատարան, ասի խնդրում են կալանք կիրառեք, 12 դեպք չի գտնվի, որ 12 դեպքով դատարաններն ասել են, որ չկա այստեղ ընդհանրապես ոչ միայն հանցագործության հիմնավոր կասկածը չկա, հանցագործության դեպքը չկա։
Այն մնացած 30 դեպքում մնացած այդ 18 դեպքերում դատարանները որևէ ձևով չեն կիրառել կալանք, թեթև բացակայելու արգելք կամ վարչական հսկողություն։ Այսինքն դատարանները կանգնեցին, հասկացան, որ ասեցին մենք այլևս չենք ուզում այնց երկրում ապրել, որ պատվեր է կատարում ու այսպիսի պատվերներ, որ Եվ ում պատվերն են կատարում, պարոն Հայրապետյան, պատվերը որտեղից է իջնում։ Տեսեք, դատախազությունը ամեն կերպ փորձում է ճնշի դատարաններին։ Իշխանության բոլոր օղակներից հերոստատեսությամբ, երբ որ ախր Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ մի անգամ Սերժ Սարգսյանը Սասնա ծռերին, որ մտել են, գրավել են ՊՊՑ գունդը, ասեց իր խոսակցության մեջ այնպիսի բառամթերք օգտագործեց, որից հետևում էր, որ իրենք հանցագործություն են կատարել։ Մի անգամից դատարան հայցեր ներկայացվեց, որ անմեղության կանխավարկածը, քանի դեռ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, չի կարելի ասել, որ անձը հանցագործություն է կատարել։ Հիմա համատարած ասում են, որ ընտրակաշարք են բաժանում, հանցագործություններ են կատարում, այն էլ գործադիր իշխանությունը, պատկերացնում եք, ամեն գործադիր իշխանության այսպիսի ելույթը, սա քողարկված պատվեր է։ Բացի այդ, դες ամեն ինչ սկսեց Սամվել Կարապետյանին այդ օրը չեմ հիշում, երբ որ ինքը Facebook-ում սկսեց հրամանել, տար դիրքորոշում հայտնել ու այդ իմ խորին համոզմամբ այդ ժամանակ Հայաստանում սահմանարական կարգը տապալվեց։ Ինչի, որովհետև ակնհայտ անմեղ անձին ձերբակալեցին, տարան կալանավորեցին ու այնպիսի ձևակերպումներով, որ ձևակերպման մեջ չկար հանցագործության տար։ Տեսեք, ակնհայտ անմեղ մարդուն, երբ որ դու մեղադրանք ես առաջադրում, սա քրորեն պատժելի արարք է։ Մի բան էլ ասեմ, հիմա մենք ինչ ունենք, ինչ իրա ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը համատարած գաղտնալսումներ են կատարում։ Համատարած, այս որ մամուլում հրապարակվում են գաղտնալսումներ, հեռախոսային խոսակցություններ։ Նորից ուժեղ Հայաստանի շուրջ։ Միայն ամբողջ կառույցը աշխատում է ուժեղ Հայաստան, ընդ որում տեսեք, այդ եթե ուժեղ Հայաստանը մի պահ ենթադրենք ինչ-որ մեկ ընտրակաշարք բաժանում կամ ստիպում է, որ անձը գնա քվեարկի, սա շատ ավելի նվազ ծանր հանցագործություն, ավելի նվազ հանցագործություն է, քան անձանց գաղտնալսել ապօրինի կարգով։ Ոչ մի անգամ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի անգամ չի եղել, որ անձանց հեռախոսները լսեն առանց դատարանի որոշման։ Չկա դատարանի որոշում, պաշտոնապես հայտարարում են, որ 3-4 գործերով դիմել ենք, ասել ենք թույլ դատարանի որոշում տվեք, դատարանի որոշում չի եղել, դիմել ենք, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվի, որ այն ազգային անվտանգության ծառայության են աշխատողները, ոստիկանության են աշխատողները, ովքեր ապօրինի առանց դատարանի որոշման գաղտնալսում են իրականացնում, որևէ ձևով քրեական վարույթ ոչ միայն չի նախաձեռնվել, անգամ քննություն չի կատարվել, քննիչը չի գնացել հարցրել, ասել այ, որ դուք հրապարակել եք այս տեղեկությունը, կա դրա դատարանի որոշում թե ոչ։ Այսինքն, իսկ դա շատ ավելի ծանր հանցագործություն է, քան ընտրակաշարք բաժանելը։ Այսինքն մենք ունենք պետական մարմինների կողմից համատարած մարդու իրավունքների խախտման դեպքեր, համատարած, որ առանց թույլտվության դատարանի գաղտնալսումներ են իրականացում։ Մի բան ասեմ, պարզ է, չէ՞ որ դատարանի թույլտվություն հնարավոր չի։ Լսում են Հայաստանի բոլոր մարզերի գյուղացիներին, հիմնականում վատ ապրող գյուղացիներին։ Հիմա քննիչը ինչ պետք է միջնորդի, որ դատարան դիմի, ասի խնդրում եմ, բանի Լոռու մարզի այսինչ գյուղի, այսինչ կտվորու հեռախոսը թույլ տուր լսեմ, լսվում են տասնյակ հազարավոր հեռախոսներ։ Պարզ է, որ առանց թույլտվություն պետք է լինի։ Հետո այդ տասնյակ հազարավոր հեռախոսների լսելուց որոշակիները, չգիտեմ ինչ ձևով են կարողանում, տեսնում են, որ այստեղ կարելի է ինչ-որ բան անել, բերում են քննչական մարմինները գործը մտցնում են դատարան։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Համատարած բոլորը գյուղացիներին կանչում են, հարցնում են, ասում են, մեր ձևով ով աշխատել է մեր ձևով գրասենյակում, ասում են դուք կարող եք ընդունվել եք մեր ձևով գրասենյակ, որպեսզի հետո գնաք քվեարկեք ուժեղ Հայաստանի օգտին։ Սա ու քննիչները խելացի տեսքերով, այսպես քննություն են իրականացնում, ժամերով հարցաքննում են մարդկանց, ենթադրենք անգամ, որ այս ամեն ինչը լինի էլ, ստեղ չկա որևէ քրորեն պատժելի արարք, որ չգիտեմ, որ սա ինչ որ ձևով բացահայտվի։ Այսինքն
ընտրությունների վրա հաջորդը մենք ես անձամբ 4-5 հանցագործության մասին հաղորդում եմ տեսել եմ որ օրինակ մարզպետը օգնություն է բաժանում, հանցագործության մասին հաղորդում ենք տվել, ապացուցված փաստ է, գրված է, որ ընտրությունների ժամանակ բարեգործություն չի կարելի անել, եթե բարեգործությունը Նիկոլ Փաշինյանն էլ իր մարզային այցերի ժամանակ միշտ ասում է, որ այս պահեդրությամբ ոչ մի նյութական խոստումներ ձեզ չեն կարող։ Այո, բայց նույն Նիկոլ Փաշինյանը համացանցում տպագրվել է, որ քաղաքացին գալիս է ասում է ես պարտքեր ունեմ, խնդրում եմ մի բան արա, որպեսզի հարկադիրի պարտքերը քչանան, միանգամից հրահանգա տալի հետևի կանգնած պաշտոնյան, ասում է տես ինչ ես անում։ Բացահայտ հանցագործության դեմ։ Հաջորդը հանցագործության մասին հաղորդում են տվել, երբ որ անձը գալիս է ասում է ես ունեմ աշխատանք, խնդրում եմ օրական աշխատում եմ 8000, ասում է ինչ ես ուզում, ասում է գոնե 12000 դրամանոց օրական աշխատանք, շրջվում է, ասում է որ բան արեք, այսինքն տեղավորեք աշխատանքի, բացահայտ, ակր չի կարելի, հիմա մենք, եթե անկեղծ խոսում ենք, ուր ենք գնում մենք հիմա այնպիսի երկրում ենք, որ կա պատվերներ, կա ճնշումներ, հիմա ես իմ խոսքը ուղղակի ուզում եմ, տեսեք, դատավորները կանգնեցին, դատավորներն ասեցին մենք չենք ուզում, այսպիսի գործիք լինենք ու ընդգծված շատ ավելի օբյեկտիվ որոշումներ կայացրեցին, քան մինչև այսօր կայացվել են։ Հիմա քննիչները, որ գնում ես հարցաքննության, հասկանում ես, որ քննիչը չի ուզում, ինքը հասկանում է, որ իրան գործիքի տեղ են դրել, որ ինքը պետք է անհեթեթ նույն հարցերը տա, օրինակ ասում է դու աշխատել ես մեր ձևով գրասենյակում, ասում այո, ասում է սեղանը ինչ գույնի է, աթոռներն ինչ գույնի են, որ փորձում են ինչ-որ մի հատ տեղեկություն գտնեն, լավ ենթադրենք, այս մարդը չգիտի սեղանն ինչ գույնն է կամ շփոթել է։ Էսի նշանակում է, որ ուժեղ Հայաստանը ընտրակաշարք է բաժանում։ Այսքան մոտավոր, այսքան sense լայնածավալ մեկնաբանություններ ոչ թե չի կարելի, սա մեզ տանում է կործանման։ Հիմա տեսեք։ Պարոն Հայրապետյան, իսկ ինչի հենց ուժեղ Հայաստանի դեմ։ Ինչու այդ ընտրակաշարքները եւ այդ գաղտնալսումները։ Դե ճիշտ ասած կարելի է ենթադրել, որ միակ ուժն է, որ Իրանից վտանգ է ներկայացնում, միակ ուժն է, որ ինքը չի ատելության խոսք չի սերմանում, այսինքն տեսեք, այս ուժին թիրախավորում են բոլորը, այն չակերտավոր պստիկ պատգամավորներից մինչև պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր մականուններ են, մագդիներ են կպցնվել, թողնենք, էլի թե ինչա Նիժնի Տագիլ են ասում, չգիտեմ ինչ են ասում, բա պետական պաշտոնատար անձին կարելի է վիրավորական այսպիսի, իրենք հանգիստ, արժանապատիվ ձևով, առանց կոռեկտության սահմանը խախտելու, առանց թշնամության խոսք ասելու, ասում են ուղղակի մենք գալիս ենք, չգիտեմ։ Բայց Ալեն Սիմոնյան հենց այսօր կարծես թե գրառում էր կատարել եւ Նարեկ Կարապետյանից իր հասցեին արված ինչ որ արտահայտությունների համար արդեն 24 ժամ ժամանակ էր տվել։ Այնպես չի, որ այսպես մենք կարող ենք ասել, որ կողմերում չգիտեմ, տեսեք Նարեկ Կարապետյանը նոր է մտնում քաղաքական։ Հետո շատ ավելի երիտասարդ է։ Եթե բայց պետական, որ դու 8 տարի իշխանություն ես։ Նարեկ Կարապետյանին կարելի է։ Իհարկե կարելի է։ Նարեկ, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց եթե Նարեկ Կարապետյանը չի դիմացել ինչ-որ բան ասել, դե եկեք համեմատեք, այդ իրենց ատելության խոսքը, խտրականության խոսքը, թշնամանք հրահրող խոսքը չի կարելի մենք ասում ենք գնում ենք ժողովրդավարություն։ Հիմա ժողովրդավարական երկրում Եվրոպան էլ եկավ այստեղ, մենք ասեցինք, տեսեք, որ մեր ժողովրդավար ենք, բոլորին շատ լավ, ժողովրդավար երկրում համատարած հանցագործություններ է կատարվում, լսում են անձանց հեռախոսային խոսակցությունները։ Տեսեք, եթե մենք կարող ենք աշկ փակել, սրա վրա կարող ենք աշկ փակել։ Որ երկրում է, որ մարդու իրավունքները չի հարգվում, որ երկրում է, որ անտեսվում է մարդու իրավունքները, դա արժեք չի, կարևորը պետական այդ ապարատի որդեգրած ուղղությունն է ու ամեն ինչ պետք է ստորադասվի դրան։ Այդ որ դա բռնապետական երկրներն են։ Մենակ բռնապետական երկրներում, որ կարող է հրահանգ լինի, կարող է գաղտնալսվեն բոլորը, կարևոր չի ասում են։ Իրենք, տեսեք, եթե պետությունը առաջ նպատակը դրել օրինակ չեզոքացնի ուժեղ Հայաստան իշխանության, թող չեզոքացնի, քաղաքական
Ձևերով թող չեզոքացնի, բայց չի կարելի ամբողջ քննչական մարմինը, դատախազությունը, ոստիկանությունը բոլոր հնարավորություններով աշխատեն մի քաղաքական ուժի դեմ։ Ընդ որում այս ուժները sense արժանապատիվ ձևով գնում է քաղաքացիները գնում են, այսինքն երևում է որ բոլոր sense հակազդեցություն կա ու փարկասու դատարանները կանգնեցին։ Հույս ունեմ այդ իհարկե տեսեք, եթե ընտանիքի ղեկավարը պատվիրում է ընտանիքի անդամներից մեկին հանցագործություն կատարելու։ Սա փաստացի պատվերով քրեական վարույթ նախաձեռնելը հանցագործություն է։ Պատվերով առանց դատարանի որոշման անձի հեռախոսը լսելը հանցագործություն է։ Ակնհայտ անհիմն մեղադրանք ներկայացնելը հանցագործություն է։ Հանցագործություն է անձին տանել կալանքի, երբ որ ընդհանրապես վերջի ժամանակները հազվադեպ էր կալանք կիրառվում։ Հիմա այս փոքրիկ 0-ից 2 տարի ենթադրենք հաստատվել է, ենթադրենք իրան հարկադրաբար տարել են հանրահավաքի։ Դրա համար կալանք կիրառելը կամ տեսեք կալանք կիրառելը անթույլատրելի է եղել։ Հիմա բայց մեր այդ քննչական մարմինները դատախազությունը ինչ-որ ժամանակ սկսեցին դատարաններն էլ իներցիայով անել, հետո կանգնեցին, ասեցին ստոպ։ Հիմա այլևս այս դատարան տանելու գործընթացը մի պահ կանգնեց, հələ տեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Այսինքն հիմա մենք մտնում ենք քարոզարշավ, որ ամբողջ պետական իշխանությունը ըստ էության գործում է մի քաղաքական ուժի դեմ, այս քաղաքական ուժն էլ, չգիտեմ, ինչ ձևով փորձում է գնա առաջ։ Տեսեք, քաղաքական Եվ եթե ամփոփենք մեր ժամանակը սուղ է, պարոն Հայրապետյան, եթե ամփոփենք անհավասար պայմաններ էլ ստեղծված, անհավասար պայմաններով ենք մտնում։ Ոչ միայն անհավասար, ակնհայտ մի կողմը վերցրել է իշխանության ամբողջ լծակները, իշխանությունը յուրացրել է ըստ էության, իշխանության յուրացումը սահմանադրության մեջ գրված է որ հանցագործություն է։ Քննչական մարմինների գործողությունը յուրացնելը հանցագործություն է, դատախազության գործը յուրացնելը հանցագործություն է։ Այս մարմինները անկախ չեն այլևս։ Հիմա անգամ անկախ արդյունքներից, անկախ ենթադրենք կընտրվի նորից բացահայտ առավելությամբ Նիկոլ Փաշինյանը, բայց ինքը էլ չի կարող պահել այս համակարգը, որտեղ համակարգը ընդվզում է։ Չէ, համակարգը քննչական մարմինները սովոր են պատվեր կատարելու։ Իրանք եթե 2 պատվեր կատարում են իշխանությունների համար, 4 պատվեր իր բարեկամների համար է կատարելու։ Դատախազությունը, որ պատվեր է կատարում ակնհայտ անօրինական մարդու մեղադրանք առաջադրում, ինքը սովորել է արդեն։ Ինքը հանցագործության շեմը անցել է, սահմանն անցել է։ Ինքը արդեն հանցագործ է, որտեղ պատվերով այս հանցագործ դատախազական համակարգը, քննչական մարմինները իրանք չեն կարող գոյատևել, այսինքն համակարգը փլվում է։ Երբ համակարգը փլվում, երբ որ այն մարմինները, որ պետք է արդարադատության իրականացման հիմնական օղակներն են, իրանք չեն աշխատում։ Այսինքն, տեսեք, եթե մեկին ստիպում են իրեն կամքի հակառակ գործողություն կատարել, ինքը իր արժանապատվությունը, ինքը իր առաջ գործում է իր արժանապատվությունը։ Հոգեբանական այդ խզումները, շեղումները այն ժամանակ, երբ որ մարդու այդ իմունային համակարգը հոգեբանական խաթարվում է։ Այդ օրինակ կա այսպիսի հանցակազմ հոգեբանական խոշտանգում։ Հոգեբանական խոշտանգումը հենց այն է, որ դատավորին կամ դատախազին քննիչին ստիպում են, որ ինքը իր կամքի հակառակ անձին տանում է միջնորդություն ներկայացնում կալանք կիրառելու։ Այդ անձը արդեն հասարակության մեջ իր դերը կորցրել է։ Ինքը իր արժանապատվությունը իր առաջ ինքը հեղինակազրկվել է։ Ինքը չի կարող հասարակության անդամ լինել։ Այսինքն հիմա մենք ունենք հանցագործ բազմաթիվ պետական այրեր, ովքեր պատվերներ են կատարել, որ բացահայտ է, որ դատարաններն ասում են այստեղ չկա մեղադրանք, իրանք մտցնում են, այս համակարգը չի կարողանալու գոյատևել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը 99% ձայնով ընտրվելու դեպքում կարճ ժամանակ հետո ինչ որ բան տեղի է ունենալու, որովհետև արդարադատության համակարգը եթե չի աշխատում, պետությունը չի կարող գոյատևել։ Պետությունը գոյատևում է մենակ արդարադատության համակարգը աշխատելու դեպքում։ Թող լինի խիստ արդարադատություն, թող լինի որոշակի կանոններով արդարադատություն, ոչ այդքան ենթադրենք օրինական, բայց որոշակի կանոններ պետք են։ Բայց եթե կա պատվեր ու կանոնները վերացել են,
տեսեք չի կարող պետությունը գոյատևել։ Մենք չենք ունենա արդարադատության համակարգ։ Հիմա ես իմ խոսքը ուղղում եմ նաև այս երիտասարդ քննիչներին, երիտասարդ դատախազներին, որ իրանք պետքա արժանապատիվ պետքա լինել ու պետք չի կատարել այն, ինչ որ դու համարում ես, որ դա քեզ ինչ որ մեկը ստիպում է, որ դու պետք է անես։ Դատավորներն ինչ արեցին։ Այս բոլոր դատավորները իրենց կարան հանեն աշխատանքից, իրենք կարող են շատ ավելի բարձր աշխատավարձով փաստաբաններ էլ աշխատել, բայց իրենք կանգնեցին։ Ու հիմա ինչ անում, հրաժարվում են պատվեր կատարելուց։ Հրաժարվում են պատվեր կատարելուց։ Հիմա պետք է այս ալիքը գնա դատախազներին, քննիչներին, որ հակառակ դեպքում մենք այնպիսի կողմ են գնում, ասում եք Եվրոպա։ Եկեք Եվրոպայի մասին խոսենք արժանապատիվ գովազդային դադարից հետո։ Շատ լավ։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում,
Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Հայրապետյան, փաստորեն ընտրակաշառքների թեման մենք այստեղ խոսում ենք նոր ուժի մասին, որ նրանք են, այսինքն ըստ մամուլի, ըստ այն գործերի, որ ձեր ձեռքի տակ կա, նրանք կարծես թե ընտրակաշառքով են զբաղված։ Ընտրակաշառքի հետ կապված դուք հաղորդում եք տվել նաև, որ հեծը Ռոմանոս Պետրոսյանը 3700 մարդու ընտրակաշառք է բաժանում, որպեսզի ձայներ հավաքագրի ընտրությունների համար։ Ոչ միայն 3700, տեսեք, Ռոմանոս Պետրոսյանը 3700 անձի ամսական 30000 դրամ ուղակի պարգևավճարա տվել ու ասել է շարունակական է դա լինելու, քանի դեռ ուժեղ Հայաստան եմ ասում, քանի դեռ քաղաքացիական պայմանագիրը ու Ռոմանոս Պետրոսյանը հեծի կառավարիչն է լինելու։ Ավելի դասական ձևով ընտրակաշառք չի լինում։ Բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանը մի հատ էլ հետևյալ գործողությունն է կատարել, ասել է, որ հեծի բոլոր 3 եւ ավել երեխա ունեցողների հոսանքի ծախսերը մենք ծածկում ենք։ Բայց ինչ վատ բան կա դրա մեջ, Շատ լավ բան կա։ Իհարկե լավ բան կա, բայց հրախուսում են։ Շատ լավ է, բայց կա օրենսդրական արգելք։ Առաջինը, ընտրությունների ժամանակ չի կարելի բարեգործությամբ զբաղվել։ Երկրորդ, ընտրությունների ժամանակ չի կարելի այնպիսի գործողություններ կատարել, որը կարող է ազդի իրանց քվեարկության վրա։ Այստեղ ուղիղ ասվում է, որ քանի դեռ Ռոմանոս Պետրոսյանը հեծի կառավարիչն է, այդ 3 երեխա ունեցողները հոսանքի գումար չեն տալու։ Այսինքն ոնց ասի, որ ընտրեք մեզ, որ դուք հոսանքի գումար չտաք, դա էլ ընտրությունների ժամանակ։ Կա օրենք, բացա։ Իմիջայլոց, այսպիսի դեպքերը հակակոռուպցիոն կոմիտեն չի էլ քննում, չի էլ լսում, անգամ քննիչը չի գնում մի հատ հարցաքննի ասի, պարոն Պետրոսյան, ճիշտ է որ sense բան ա եղել։ Կարող է դուք այդ որ տվել եք 30000-ն էլ համել ասել եք, որ Պարգևավճար են տալիս, ինչ վատ բան կա։ Մարդիկ լավ են աշխատում, այդպես հրախուսում են, շահագրգռում են։ Հա, բայց օրենքը չի, արգելում է օրենքը։ Օրենքն արգելում է։ Ընտրություններից Այո, վարչապետի գործողություններում էլ վատ բան չկա, որ այն ասում է տղան ասում է 8000 եմ աշխատում, ուզում եմ 12000, շրջվված, տեսեք ինչ եք անում։ Կամ այն մեկն ասում է հարկադիրում ծախսեր ունեմ, ասում է ուզում եմ որ այդ հարկադիրի ծախսերը ջրվեն, ասում է տեսեք ինչ եք անում։ Մյուս դեպքում մենք այս հանցագործության մասին հաղորդումները ներկայացնում ենք, հակակոռուպցիոն կոմիտեն չի էլ քննություն իրականացնում։ Սա է մեր արժեքները։ Հիմա մենք դեպի Եվրոպա ենք գնում։ Ընդ որում, տեսեք, հեծի առումով շատ հետաքրքիր անգամ եթե քաղաքացիական պայմանագիրը միտեղ քաղաքացիներին բարեգործություն տար, ինձ թվում է ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանը ձայն չէին հանի, կասային դե էլի, այս դեպքում էլ ձայն չեն հանում, այդ օրինակ այդ 3700 քաղաքացիներին որ գումար են տվել, իրանք ստե խնդիր չեն տեսնում, ամեն դեպքում մեր քաղաքացիներն է։ Բայց այդ գումարը որտեղից է տալիս Ռոմանոս Պետրոսյանը։ Ռոմանոս հենց այդ եմ ասում, եթե իրանք իրենց գումարից տային, խնդիր չկա, բայց Ռոմանոս Պետրոսյանը Սամվել Կարապետյանի փողերով այդ հոսանքի ծախսած գումարները փակում է, պարգևավճարները տալիս է։ Սա մեր այսօրվա իշխանությունների ուղղությունն է, որ գնում ենք։ Այսինքն մենք ասա մեր բարոյական ուղղությունն է, այս հիմիկվա, այս իշխանությունների բարոյականությունը սա է։ Անձից վերցրել են ձեռնարկությունը, ընդ որում ոնց են վերցրել։ Պարզ է, չէ՞ որ այս հեծի պատմությունը եթե բացահայտ հանգամանք հեծը վաճառվել է սկզբից անգլիական ընկերությանը որոշակի գումարով, հետո անգլիական ընկերությունը 4 տարի հետո վաճառել է ռուսական ընկերությանը 3-4 անգամ ավելի թանկ, հետո այս ռուսական ընկերությունը իբրև թե $100 միլիոն ներդրում արել, հետո որ կոլապսի պետք է ենթարկվեր, Սերժ Սարգսյանը հասկանալով 15 թվականին այս ռուսական ընկերությունից ոնց որ թե համոզել է Սամվել Կարապետյանի փողերով հեծը հետ են բերել Հայաստան։ Այսինքն Սամվել Կարապետյանը մեծ գումարներ ա տվել առել է հեծը։ Հեծը որ առել է Սամվել Կարապետյանը, եւս $250 միլիոն պարտք է ունեցել հեծը։ Այսինքն Սամվել Կարապետյանը տվել է $100 միլիոն, էլի բացահայտ բանը, տվել է առել է ձեռնարկությունը, հետո $250 միլիոն պարտք է ունեցել, հետո աշխատացրել է սա, դրել է $800 միլիոն
փաստորեն ներդրում, հետո հետը սկսել է պատշաճ աշխատել, մեր իշխանություններն եկել են վերցրել են, ու հիմա առաջարկում են, ասում են, գիտես ինչ կա, ընդ որում 11 տարվա մեջ գիտեք ինչքան գումար է վերցրել Սամվել Կարապետյանը հետից, որ լիարժեք իրավունք ուներ 0 դրամ, 11 տարի ինքը դիվիդենդ չի վերցրել, դիվիդենտները հաշվապահությունում դրված է առանձին հաշվով կա, հիմա իշխանությունն ասում է մենք քեզի կվաճառենք, հեծը կառնենք քեզանից, եթե դու հրաժարվես այդ քո 250 միլիոն դիվիդենտներից, որ 250 միլիոն հիմա դիվիդենտ կա, որ ինքը լիարժեք ցանկացած պահի կարող էր վերցնել, չի վերցրել, հիմա ասում է էդ էլ մի վերցրա, ու $300,000 մենք հեծը կգնենք։ Այդ սա մեր արդարության ուղղությունն է, որ վերցնում ենք, ենթադրենք մի քանի $100 միլիոն ծախսած անձը, որ տվել է Ռուսաստանից վերցրել է հետը, տվել է Հայաստանին, նույն ձևով ինքը նաև Հրազդանը եւ Սևանի այդ հեկերն է վերցրել տվել, հիմա իրան պետությունն ասում է ինձի պետքա, լավ պետքա վերցրա, բայց ասում է իր շուկայական արժեքը դա 300,000 է, մենք կտանք այդ 300,000-ը, եթե դու այն 250 միլիոնը, որ ցանկացած պահի կարա վերցնի Սամվել Կարապետյանը, որ դրա դիվիդենտներն է, ու չի վերցրել, 0 դրամ է վերցրել, որ դա թողես մեզ։ Ու ինչ անում իշխանությունը Սամվել Կարապետյանի փողերով ընտրակաշառք է տալի Սամվել Կարապետյանի դեմ։ Ինչ ուժեղ իշխանություններ ունենք, Ռոմանով Պետրոսյանը ինչ ֆոկուսնիկ է, որ ինքը կարողանում է, փաստորեն գլխավորում է հեծի աշխատողներին այդ ռեսուրսը օգտագործում է, ու այդ ռեսուրսը օգտագործում է Սամվել Կարապետյանի փողերով, Սամվել Կարապետյանի դեմ։ Հիմա Եվրոպայում այսպես արդարություն տեսել եք, որ մենք դեպի Եվրոպա ենք գնում, թե դեպի ուր ենք գնում։ Եվրոպայում սեփականությունը պաշտպանված է, մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, ոնց որ մեր սահմանադրության մեջ է։ Մարդը իր արժանապատվությունը անքակտելի իրավունք է, մարդը պետք է կենտրոնում լինի, պետությունը ստեղծվում է մարդու իրավունքները պաշտպանելու համար, ոչ թե խլելու համար, գողանալու համար, այդ օրենքներն էլ չեմ ասում ինչ օրենքներ եղավ, հիմա լավ, այս ամեն ինչը հիմա մտել ենք քարոզարշավի հանցագործության մասին հաղորդում են տալի, գոնե ձևական հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պետքա գնա հարցնի ասի, պարոն Ռոմանով Պետրոսյան, ստեղ կարող ընտրակաշառք կա, ինքն էլ ասի չէ, գոնե տենց ասի, դե չէ, չկա, հիմա մենք այս ձևով մտնում ենք քարոզարշավի ու այս ձևով մենք չափանիշներ ունենք մի ուժի դեմ, որ ընդ որում այդ լավա այս ամբողջ լրատվամիջոցները ասեցիք Նարեկ Կարապետյանի դեմ են աշխատում, իմիջայլոց շատ արժանապատիվ ձևով է պահում իրան, թե Նարեկ Կարապետյանը, թե այս ուժը, որ գնում է առաջ։ Հիմա սա է իրավիճակը, որ մենք այսօր ունենք։ Մի ուղում ես չեմ ասում լրատվամիջոցները Նարեկ Կարապետյանի դեմ են աշխատում, տենց հայտարարություն ես չեմ անում։ Չէ, ես չասեցի, որ դուք ասեցիք, որ ինչ-որ Նարեկ Կարապետյան ինչ-որ արտահայտություն է արել, որից Ալեն Սիմոնյանը նեղած, բայց Ալեն Սիմոնյանի հայհոյանքը, երբ որ բացահայտ մամուլով գնաց ու դա լսելի էր, ու դա ազգային ցանկացած կիսա եվրոպական երկրում այդպիսի հայհոյանք լսելու դեպքում հրաժարականներ պետք է տրվեր։ Հիմա մենք ունենք ատելության խոսքի սերմանում, ունենք, տեսեք, կարելի է, ենթադրենք չեն սիրում ուժեղ Հայաստանին, թող այնպես քայլեր անեն չտրվի, բայց չի կարելի հանցագործությամբ կանխել, ենթադրենք ինչ-որ քաղաքական ուժի իշխան հավաքել, այսինքն համատարած հանցագործություններ է տեղի ունենում, որ եթե մեր հասարակությունը, եթե սա կուլ տվեց, վաղ այս հանցագործությունները իրանց դիմաց է լինելու, այսինքն որ անօրինական ակտեր կան, վաղ այս անօրինական ակտը նույն քննիչը, նույն դատախազը, եթե իր բիզնեսը հիմա ոնց Սամվել Կարապետյանի բիզնեսը վերցրեցին, խլեցին, վաղը այդ նորմալ գումար աշխատողներին մի օր գալու են ու ասել են, արդեն մենք լսում ենք դեպքեր, արդեն կան դեպքեր, որ բիզնեսը մտնում են, հարկային ասում է, այսքան պետք է գրեմ, այդ նախկին ժամանակները հետ են եկել, բայց ոչ մի դեպքում չի եկել, օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ Սաստածռեր ՊՊՑ գումնը մտել էին, պարզ էր, չէ, որ այդ ժամանակ հեռախոսային խոսակցությունները լսելը արդարացված էր, առանց դատարանի որոշումների, բայց
անգամ այդ ժամանակ գնացել են շատ արագ մտել են 2 ժամում դատարանի թույլտվությունը, ու որ մենք քրեական գործի նյութերը նայում ենք, գաղտնալսումները սկսել են ժամը 8-ից հետո, այսինքն դատարանի որոշումից հետո։ Հիմա առանց դատարանի որոշման մենք համատարած մեր պետության հիմքերը, մարդու իրավունքների այդ ամենակարևոր իրավունքները խալխլված են, մենք գնում ենք այնպիսի ուղղությամբ, որ պետքա կանգնել ուղակի, ու այն բոլոր ուժերը, բոլոր այն քննիչները, այսօր մտել են քննիչի մոտ հարցաքննության, տենց մեդանչքանշաններ ա կախած այդ, որ այդ քննիչը 7-8 պարզ է, չէ՞ որ այս քննիչը ունի արժանիքներ, որ 7-8 չքանշան ա մեդալներ ա ստացել, ու այս քննիչին ստիպել են, որ ինքը հարցնում ա ուժեղ Հայաստան, որ արդեն 2 ամիս չկա այդ կազմակերպությունը փակվել ա, սեղանը ինչ գույնի ա, սերեբրիստի ա, աթոռները սև են եւ այլն, որ ինքը կարող էր այդ ժամանակ բացահայտել հանցագործության բազմաթիվ դեպքեր, մենք բազմաթիվ գործեր ունենք թմրանյութերի հետ կապված, մենք ունենք հանցագործության աճի դեպքեր, մենք ունենք կոռուպցիոն մեծ, շատ մեծ հանցագործությունների sense փնջեր, որևէ մեկը չբացահայտվեց, հասարակությունն ուզում էր, չէ՞, ասում էր, խնդրեմ բացահայտեք, մենք բոլորին ճանաչում ենք, ով է ումից տալանել եւ այլն, այդպես էլ իբրև թե պետական բյուջե գնաց, բան չգնաց բյուջե։ Այսինքն մենք ունենք այսպիսի արդարադատություն, ու հիմա մեկ էլ մենք ունենում ենք այսպիսի գործիքակազմ, այսպիսի գործելավոճ, ու մենք գնում ենք դեպի ընտրություններ։ Գնում ենք դեպի ընտրություններ։ Շնորհակալություն պարոն Հայրապետյան այսօրվա հաղորդման համար։ Հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում այս տաղավարում կրկին կհանդիպենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։